տեսնում եք երևի, որ փորձերը չի ստացվում։ Իհարկե սա աննախադեպ իրավիճակ է, որովհետև վերջին 20 տարում ամեն դեպքում այս շենքը մի քիչ ավելի ուշ է կառուցվել, վերջի տասնամյակում այսպիսի բան տեղի չի ունեցել, որ մենք նույնիսկ ընդհանուր բաժին չկարողանանք մուտք գործել եւ ներգրավման դիմում ներկայացնել, չնայած դրա անհրաժեշտությունը այս պահին այդքան էլ չկա, որովհետև բոլորը տեղեկացված են, ներառյալ քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը, որ մենք այս կազմով ներգրավվելու ենք Մկրտիչ Սրբազանի շահերի պաշտպանության համար եւ նաեւ եթե անհրաժեշտություն լիներ, մյուս հոգեվորականների շահերի պաշտպանությունը նույնպես պետք է իրականացնենք, որտեղ մայրաթորից նման լիազորություն ունենք եկեղեցու զավակների շահերի պաշտպանությունը իրականացնելու համար։ Սակայն տեղեկացանք, որ հոգեվորականները այս պահին վկայի կարգավիճակում են այն անձինք, ովքեր որ այստեղ ում որ մենք այստեղ հանդիպեցինք եւ այս պահին այստեղ են գտնվում եւ զարմանալին այն էր, որ բերման ենթարկված հոգեվորականներին, որոնք որ ընդվզեցին իրենց հարկադիր այստեղ բերելու մասին, տեղեկացրեցին, որ վկայի կարգավիճակ ունեն եւ քրեադատավարական կանոնով հանձնեցին ծանուցագիր, ըստ որի երրորդյա ժամկետ 3 օր առաջ, այսինքն դեռ երրորդյա ժամկետ ունեն, որպեսզի ներկայանան վկայի հարցաքննության համար, բայց այդ կանչեցին, Տեր Փարերին չենք տեսել, Տեր Հայկին եմ ես տեսել, նաեւ այլ անձանց, որոնց ցանկը քիչ առաջ պարոն Զորաբյան ներսում մենք առավոտյան ամբողջ այդ ընթացքում երբ որ հոգեվորականները տեղափոխվել էին վարչության շենքում այստեղ Հետո իհարկե մեզ խնդրեցին դուրս գալ, երբ որ մենք սկսեցինք Մկրտիչ Սրբազանի, գտնվելու վայրի մասին հարցադրումներ անել, այդտեղ անհանգստությունը սկսվեց, քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը մեզ ասաց, որ երբ որ բերենք, սկսենք քննչական գործողությունները եւ իհարկե այդ ներգրավման գործընթացում խոչընդոտ չի լինի, բայց ինչպես տեսնում եք, առավել քան 2 ժամ մենք Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք։ Երբ որ ես եկա այստեղ, պարոն Զորաբյանն արդեն այստեղ էր եւ մենք որոշեցինք, որ ես գնամ քննչական կոմիտե եւ այնտեղ հարցնեմ, որովհետեւ զանգում ես ընդհանուր բաժին իրենք տեղյակ չեն, զանգում ես քաղաքացիների հետ հաղորդակցության բաժին տեղյակ չեն, բոլորը ինչ որ իրենց սենյակներում, կաբինետներում, վարչություններում, գերատեսչություններում նստած են, աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, բայց երբ որ մի հատ տարական հարց է տալիս, որ որտեղ է ձերբակալվածը, որտեղ է բերման ենթարկվածը, այս պետությունում էլ ոչ մեկ ոչ մի բան չգիտի։ Իսկ նման նախադեպ եղել է, որ նախադեպերը դες վերջի չեն ասել, ճիշտն ասած 1-2 անգամ ա եղել, բայց դա այսպես գայուն գործերով չի եղել։ Մի անգամից իմ պաշտպանյանին ուղղակի նայեք, արդեն ոստիկանության ուժերն են հավաքվում, վերևում, արդեն ենթադրվում է, որ հեսա մոտենում են, էլի, այս մեր աղմուկը բարձրացրել ենք, արդեն Մկրտիչ Սրբազանին կամաց մոտեցնում են, վարչության շենքին։ Եթե տեսնում եք, արդեն ոստիկանության ուժերն են հավաքվում։ Տիկին Ֆարմանյան, այս գործողությունները կարող ենք դիտարկել որպես դեռևս հունիսին սկիզբ առած գործողությունների շղթայի մի օղակ։ Կարող ենք դիտարկել որպես դեռևս հունիսին սկիզբ առած գործողությունների այն է հոգեվորականների ձերբակալությունը։ Իհարկե, սրանք բոլորը փոխկապակցված գործողություններ են, փոխկապակցված արշավ է, եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները հասնում են իրենց հերթական հանգրվանին, այսինքն ուղիղ հարձակվել մայրաթորի վրա չստացվեց, որովհետև ժողովուրդը այնուամենայնիվ իր սրբության սրբոցը կպահպաներ եւ անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից ունի հավատալիք, որի դեմ, ուրեմն սպառնալիքը կարող է ժողովրդի բացասական վերաբերմունքով չեզոքացվել, լուծումը գտան։ Իսկ մի անգամից այս քանակի հոգեվորականների ձերբակալություն, եթե սպասելի էին գործողությունները, այս քանակի
Արդյոք սպասելի է, ինչու է պայմանավորված մի քանի հոգևորականի։ Մենք խուզարկության որոշումները, որոնք որ հասցրեցինք, հա, գանձապահ, հաշվապահ, բոլորը այստեղ են։ Առավոտվանից, գիշերվանից արդեն խուզարկություններ են իրականացվել եւ որքան հասկացանք, դեռ մենք Մկրտիչ Սրբազանի գործով չենք ներգրավել, որպեսզի փաստաթղթավորված տեսնենք, թե իրեն ինչ կասկածանքի շուրջ են, հա, ուրեմն հարցաքննելու եւ ինչ դատավարական կարգավիճակ են տալու եւ ինչու են մեղադրելու, բայց այդ անձանց, հա, ովքեր որ Արագածոտնի թեմից այստեղ բերման են ենթարկվել, նրանց խուզարկության որոշումներում պարզ է դառնում, որ Տեր Արամ քահանայի ասվածի դեռևս սեպտեմբեր ամսվա, հա, ասվածի վերաբերյալ, որ իրեն հարկադրել են ինչ որ հավաքների մասնակցել, թե հարկադրել են չմասնակցել, այդ մասը մասնակցել, թե չմասնակցել։ Ես անկեղծ ասած իր ասածը չեմ, որ մասնակցեն։ Վերադասնասել է, որ ստիպել են մասնակցել։ Չէ, ինքը ասում է, ես մասնակցել եմ 2021-ի ընդդիմության բոլոր ցույցերին, բայց ոչ իմ կամքով, իմ վերադասը ինձ ստիպել է։ Հասկացա, օքեյ, հա, որտեվ կներեք իհարկե, ես չեմ հետևում այդ անձի հրապարակումներին, ուղղակի գիտեմ, որ հա, այդպես եկեղեցու դեմ արդեն ընդվզում է։ Չէ, կարծում գործում որևէ ձև կներգրավի Տեր Արամը, Տիկին Ֆարմանյան։ Ես չգիտեմ ինչ դատավարական կարգավիճակ կտանք, վկայի կարգավիճակ անպայման պիտի տան, որտեվ Դանիել Հովհաննիսյանի ուղարկած հաղորդումը, որ այդ փաստը ինքը չի ներկայացրել հաղորդում, բայց իր հայտարարությունը արդեն զանգվածային լրատվական միջոցներով ուրեմն հաղորդված տեղեկություն է, որի փաստի ստուգման համար Դանիել Հովհաննիսյանը իր հասարակական կազմակերպության միջոցով ուղարկել է Իոնիսյանինը չի հաստատվել, բայց մի որ ասում եք Իոնիսյանի փաստերի վրա ունեք խուզարկության որոշումը այն անձանց, ովքեր որ հենց հիմա գտնվում են վարչության շենքում։ Որ Դանիել Իոնիսյանի ներկայացրած հաղորդման Այո, հավաքներին ստիպելու մասնակցել։ դա խուզարկության որոշումից։ Դա խուզարկության թույլտվություն տալու որոշումից ինֆորմացիա է։ Քննչականներ քիչ առաջ տեղեկացրեց, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու խոչընդոտելու դրա մասին եմ խոսում ես։ Բոլոր այս բերման ենթարկվածները հենց այս ու բացի դրանից, եթե այդ գանձապահ հաշվապահ այդ ժողովրդի գործավար բաները նայենք, խուզարկության որոշումներով իրանք ասեցին, հա, որ այդ հանգամանքն կա, նաև վերաբերում է այդ աշխատավարձների վճարելու ինչ որ ֆինանսական ստուգումներին է նաև վերաբերում, բայց ելի եմ կրկնում, մենք Տեր Մկրտիչ Սրբազանի կներեք մեղադրանքին, հա, կասկածանքին դեռևս չծանոթ չենք, որտեվ անձը չկա։ Պետությունը ըստ էության առևանգել է Մկրտիչ Սրբազանին։ Այսինքն չգիտեք ինչի համար են առևանգել, որը չի մտել, ես ասեցի դրա մասին։ Դուրս եկան եւ իրենց հրավիրել են հարցաքննության, ասվել է ինչի համար պիտի հարցաքննվեն։ Ինչ բանի շուրջ, փաստի շուրջ, ինչ գործի, ինչ տվյալներ պիտի իրենցից ստացվեն, ենթադրվում է, որ այո, որ ասել են, որ ձեզ հրավիրում ենք հարցաքննության։ Տեղյակ եք։ Ես իրենց հետ չեմ մասնակցել, կներեք իհարկե, մենք այդ պահին դեռ որ ասած մարտնչում էինք Մկրտիչ Սրբազանին հայտնաբերելու ուղղությամբ ու ես տեսա, որ քննիչների սենյակում հոգևորականները առանձին նստած ստանում են իրենց ծանուցագրերը։ Ում դեմքով ճանաչեցի նրա մասին ասում եմ, հետո մենք նաև հավաքագրեցինք այն տվյալը, որը որ մեզ մայրաթոռը տրամադրեց, թե Արագածոտնից ում են բերման ենթարկել, որ քահանաներին են բերման ենթարկել։ Պարոն Զորաբյանը իր Facebook-ան էջում այդ հայտարարությունը, այս պահին մեր ինֆորմացիան է դա, բայց եւ Սրբազան չկա, 6 քահանա ներսում են կամ ներսում են դուրս եկել, թե այլ բաժնում են, դեռ այդ մասին ինֆորմացիա չունենք, որտեղ մենք այդ մարդկանց գործովներ Ֆանյանը ասեց մի մասը դուրս են եկել։ Ուրեմն Տիկին Ֆայան տեսել է դուրս գալը դրա համար էլի, եթե մի մասին ինքը տեսել է, որ դուրս են գալիս հեռանում են քահանաներից, հա ճիշտ է, այդ մեր համար եմ ասում, երբ որ իրենք դուրս եկան, ասեցին, որ պետք է Երևանի թեմն են, էլի, եթե չեմ սխալվում։ Արագածոտնի 6 քահանայի հետ կապ չունեն։ Արագածոտնի թեմի
քահանաների դուրս գալը ես չեմ տեսել։ Եթե Տիկին Ֆանյան տեսել է, ուրեմն հավաստի ձեզ դրա մասին Այսինքն մեկ ճշտում 6 հոգևորական եւ առաջնորդը ձերբակալվել են։ Այս պահին մեր տվյալը այդպիսին է։ Իսկ աշխատակիցների մասին ինչ կասեք։ Աշխատակիցները այս պահին գտնվում են վարչության շենքում։ Քանիսն են իրենք։ 3-ին եմ տեսել ես։ Ինչ գործառույթ էին իրականացնում։ Գործավար գանձապահ հաշվապահ։